Լսեք ինչ լավ այդ հեղափոխությունը տեղի ունեցել ըստ էության ուղիղ եթերում։ Բայց թե ուղիղ եթերում տեղի ունեցած է ամբողջը, որովհետև Կարեն Կարապետյանի հետ հանդիպում չի եղել, որ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում լիներ, կլիներ ուղիղ եթերում։ Հա, Կարեն Կարապետյանի հետ մեկուսարանում եղել է հանդիպում, ճիշտ է, կներեք, մոռացել էի։ Եվ երկրորդը խոսվում է դեսպանների մասին, ես հատուկ այդ թեմայով դեսպանների հետ հանդիպում եմ արել եւ չէ, հեղափոխության ժամանակ իրանք հանդիպում են ուզել ինձանից եւ այդ հանդիպման հիմնական նպատակն եղել է, որ իրանք ասել են կարող են աջակցել, ես ասել եմ անընդունելի է ինձ համար, ես Հայաստանի ներսում օտարերկրյա դեսպանների միջնորդության կարիք չունեմ, որպեսզի Հայաստանում մեր քաղաքական օրակարգը առաջ մղել։ Այսինքն ցանկացած տես թեմա, որ ինչ որ մի դեսպանի միջոցով ինչ որ մի առաջարկ արվել կամ հետ առաջարկ ստացվի, դա ի սկզբանե սուտ է։ Իսկ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումը լավ հիշեցրիք, ինձ իսկապես մոռացել եմ։ Մի րոպե, բանտում հանդիպումը եղել է հետևյալ, ես ասեմ ինչ ա եղել։ Հիմա շատ լավ առիթ է պատմեմ ինչ ա եղել այդ հանդիպման ժամանակ։ Կարեն Կարապետյանը եկել է եւ ինքը խոսել է Սերժ Սարգսյանի անունից։ Սերժ Սարգսյանի անունից խոսել է եւ ասել է, որ փորձ արել նենց անել, որ իրենք ինձ ազատում են եւ հեղափոխական process-ը չի շարունակում։ Ես ասել եմ ոչ, դա բացառ։ Նախ ասեմ փոխվարչապետի մասին, ընդհանրապես երբեք որևէ մեկի հետ ընդհանրապես տենց ակնարկ եւ խոսակցություն ընդհանրապես որևէ մեկի հետ չի եղել։ Որևէ մեկի հետ ոչ միայն փոխվարչապետ, որևէ պաշտոնի մասին որևէ խոսակցություն ընդհանրապես չի եղել։